Ինչպես ասում են, ստարս ներարստ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այսօրվա հավաքին եկա գտնելու համար։ Վերջին 10 տարում մենք սենց մեծ խմբով չենք հավաքվել, բայց հիմա բոլորս տեղ են ու մենք պարտավոր ենք լուծումներ տալ այն հարցերին, որ առաջացել են մեր մոտ։ Եվ խանգարում եմ մեր գործել հանգիստ առաջ գնալու։ Այսօր օրակարգում մի քանի հարց կա։ Առաջինը զգույն սպանություն ու ջահելների հարցը, որոնց այսօր այստեղ չեն տեսնում։ Ջահելների հարց չկա, ջիվա, էդ իշտ նոր բաբեր ես հորին։ Կոնկրետ անուններ դուր։ Խոսքը կոնկրետ Վարուժի, Գորի ու Գևորիկի մասին է, որոնց հետ լիքը հարցեր կա։ Այդ մարդիկ ստեղ ներկայացված են մեր միջոցով։ Գորի փոխարեն ես, Մարտխասը աղբոր Վարուժին, վարդում եմ բնականաբար իր թուր Գևորիկի, ու կարակ ազատ արտահայտվեք։ Հաստորեն դուք ատլի չեք տվետի արատումին համար, մենք ճիշտ հասկացանք հողը։ Հա, ճիշտ հասկացանք։ Պրոբլեմ չկա, հիմա եկեք խոսքը տան գրնել, զգոյի փեսում, որը հավաքալավերով պահանջ է ներկայացրել։ Թող այդ մարդը հիմնավորի ներկայացնի պահանջները։ Մերսի ջիվան, դուք սարը գիտեք։ Նշանի սպանության մասին չի մոտացել ջիվան, թե այդ տղեն մեզնից մեկը չէր։ Նշանի սպանության հարցն է ստեղ կքննարկենք հողը, բայց նշանի աղբորը ոչ մի բան չի ներկայացվել։ Այդ կապ չունի ջիվան, արդարությունը պահանջում է, որ մենք նշանի զաքարչիկիներ անդրադառնանք։ Ես այդ հարցի մասին եք ասում, հողը, եթե թվոց խոսան։ Խոսա։ Ես եկալ վարակ խոսելու սիրահար չեմ, ու կարճ կոնկրետ կմնեմ։ Զգոյին ձևորին է խպել, այդ բոլորն էլ գիտեն։ Խպել են իզաշտով տեղը, առանց պատճառի, ու ես ուզում եմ, որ կոմիտեն այսօր ինձ թաբոտ կա, որ ես պատժեմ դրան, իսկ ավելի կոնկրետ որ ուզում եմ ստանամ Գևորգի գլուխը։ Ինչը, դա ինչ է սարը, որ ուզում ես տողուս գլուխը ստանաս, գրնո։ Չէ, ես մարդն իմ հարազատն եմ սպանել, Վարդան, սպանել են ես տեղը, ու ես իրավունք ունեմ նման պահանջ ներկայացնել։ Ուրեմն չես ասում ինձ լսես ես գրնո, որ ես չես կացեմ վերցրել տողուսու պատժեք, հա։ Հիմա ես չես չեմ ուզում լսել, Վարդան, այլ կոմիտեի անդամների, ովքեր համոզված են, իմ պահանջին տեր են կանգնելու, ու նշանին էլ է խփել, Վարդան։ Տղեն նշանին չի խփել գրնո, իմ տղեն հետ վաղ նստած է։ Նստած էր, ճիշտ է։ Բայց մարդիկ խոսում են, որ նշանի ախրանիկը այդ քիլլերների մեջ Գևորգի տղերքից մեկին է ճանաչել։ Իսկ այդ մարդիկ քեզ չեն ասել, թե ինչ են սպանել այդ տղուն, երբ ուզել է իսկական զարգացչիկի անունը տա։ Չէ, Մարտխաս, ցավոք չեն ասել։ Ու ես չգիտեմ, թե այդ ջահելին ով է սպանել։ Բայց քանի որ նա մահացել այն ժամանակ, երբ նրա կողքին է եղել Արամը Գորգո Վարուժը, ուրեմն հենց իրանցից էլ պիտի հարցնել այդ մասին։ Նորից եմ կրկնում, տղես հետ սպանության հետ կապ չունի, չեք տարապացուցեք։ Մի րոպե, եկեք նշանի հարց առայժմ թողեք։ Կոնկրետ թեմա կա։ Զգոյի սպանությունը ու ստեղ նստածներից ոչ մեկը չի կասկածում, որ այդ բանը Գևորգն է։ Տենց է, Վարդան։ Հա, տենց է, ջիվա։ Դե եթե տենց է, ուրեմն մենք պարտավոր ենք այդ հարցը դնել քննարկման։ Ու եթե դու խոսք ունես ասելու, ասա, մինչև մենք այս հարցը կդնենք քննարկության։ Ես դեմ չեմ, իմ տղեն, վզգոյում իզաշտոր է սպանել։ Այսինքն գնացել է նշանի սպանի մեծ ջուրն վզգոյի կյանքն է տարել։ Ես ափսոսում եմ այդ դեպքի համար, որովհետև ես վզգոյին շատ էի հարգում, բայց եղած է։ Դուք իմ տղում գիտեք, որ ինքը նարկոտիկի հետ պրոբլեմ ունի։
նրա գլուխը չի աշխատում, այդ զիպինը նրա ուղեղը չորացրել է։ Ուզում եմ ասեմ, որ ինքը հիվանդ մարդ է, որ պահին իրան աչոք չի տվել իր գործողությունների համար։ Ես ես հիմա խնդրում եմ, որ այդ փաստը հաշվի առնենք քվեարկության ժամանակ։ Ես իմ տղային չեմ արդարացնում։ Մենակ հիմա մարդը կարա այդ տեսակ սպանությունը արդարացնի։ Բայց ես ուզում եմ, որ հաշվի առնենք իմ ես խոսքերը։ Այսքան ինչ ես դու առաջարկում, Վարդան, որ ես աչք փակեմ է դեղացի վրա, հա? Չէ, աչք փակել պետք չի կրնում։ Ես կարամ ուրիշ կերպ փոխհատուցեմ այդ կորուստը։ Իսկ մենք վնասներն պիտի փոխհատուցես, Վարդան, որ քո տղան ես վերջի տարում մեզ հասցրել է։ Հավատա դու այդքան փող չունես, որ բոլոր դժգոհողների բերանը փակես։ Կարաս խոսքդ ավելի կոնկրետացնես, կարող։ Ես զգում եմ, որ դու ոչ թե մենակ Գևորգի ուղղությամբ չես գնալ, այլ գորի ու վարուժի։ Որ ճիշտ ես հասկանում, Մաղրոց։ Ներկա գտնվողներից, բացի Հովեից, Խեզանից ու Վարդանից, բոլորը խնդիրներ են ունեցել ջահելների հետ։ Այդ տղերքը չորով դրել իրանց տարածքներն ավելացնում են։ Խլում էին այն ամեն ինչը, ինչի վրա աչքում էին դրած։ Ու հաշվի չէին առնում, թե ովից են։ Կոնկրետ ինձանից երկու խանութ են առել, շան մսի գնում։ Ու այդ փողը վերցրել են, որովհետև չէ ուզում քաղաքում խայտարակ կրնի, որ ասեն, թե կարոյից խանութներ տարան։ Իմ ձեռից էլ մի քանի զապրավկա են խմել։ Խլեներին դուք է չթվեք, մանկապարտեզ երեխայք ինչ եք։ Չեք կարող ձերեք պաշտպանեք, հիմա վերեկներս ծնող եք բերել։ Հրաժարի խոսքեր են, հոլո, խոսք չկա։ Դու ամերով ճիշտ ես ասում։ Սաղոտ ես այդ ժամանակապրատում նստած եմ դեր։ Ոչ է հենց այդ լեսել կվարվի։ Իսկ ներկա գտնողները այդ բանը չեն արել, որովհետև դուք եք իրանց մեջքին կանգնացել։ Վերջին մի քանի տարում, երբ դրեք իրանց բիզնես են վարել, անձամբ ինձ ոչ մեկը չի դիմել որևէ հարցով։ Ոչ մեկ չի եկել ինձ ասել, որ քրոջը տվյալ լկտի ապա ու սխալ բաներ անում։ Հենց որ պետք մեր անունները անտելի շոշափեցնել։ Ձեր անունները շոշափում են այնքան է, որովհետև դուք եք այդ մարդկանց ներկայացել։ Ոչ մեկս էլ օրինական բիզնեսով չեք մեր հարստությունը կուտակել։ Բայց ամեն ինչի չափը ձեր կա։ Ու ես առաջարկում եմ, որ հավատը քննարկի նաև մեր բոլորի վնասների փոխհատուցման հարցը։ Ու որոշում կայացնի, որը հստակ կընդգծի տղերքի բիզնեսի սահմանները, որից երկան նրանք իրավունք չունեն դուրս գան։ Ոչ ոք իրավունք չունի մեկ ուրիշին ռամքի մեջ դնի երբ։ Ես համաձայն եմ, որ կարելի է քննարկել փոխհատուցման հարցը, եթե դա կապացուցվի ու արդար կհամարվի, բայց մնացած բայրով թեմա չկա։ Նախ ես առաջարկում եմ պահանջի դրել քվեարկության, հետո կանցնենք մնացած հարցերին։ Կոնկրետից ոչ մի փոխհատուցում չի բավարարում։ Ես իմ պայմանն ասել եմ, ու դրանից հետ չեմ կանգնի։ Դու տղուն չես ստանալ գրնով,